այնիշ ձայնազգավառակ է ընդերդրված։ Ուրեմն այս դիսկերը կարող եմ ձեզ առաջարկել, դնեք մեքենայի մեջ, միացնեք ու մի անգամից մտովի տեղափոխվեք հայրենիք։ Ադիգա ոնց։ Կարող ենք փորձել։ Այո, իհարկե կարող ենք, հիմա փորձենք ձայնազգավառակը։ Ավել։ Ախպերս 100 դրամ կտոս հասնեմ մասիս։ Սուրջանատ մաշտդ կաշես հելնենք ընգերես։ Արանչս ընգերուս երկրն այմ, արիստում է։ Աման աղվոր է, ասիգա կվերցնեմ և ասոր համերգային դարբերակը գուզեմ գնոչս համար վերցնեմ։ Ճիշտ ասած համերգային տարբերակներից մի քիչ խեղճանում ենք, բայց հոգ չի, կարող ենք առաջարկել ձեզ հայկական դրամապանակ ձեր կնոջ համար։ Ջանն, ասոր ինչն է հայկական դրամապանակ, սա գրած է Գելվին Կլեին։ Դուրսից մի դատեք, ներսը բացեք, քարտեր, կոպեկներ, մի դոլարանոց, անկապ քոսոտ բաներ, մեջը դրեք լցրեք։ Չէ, չանեմ, արի սահմանափակվեն գնոջս համար ձայնազգավառակը կվերցնեմ ինձ համար, ինչ գարաչարկեք, որպեսզի հայրենիքիս գարո դառնեմ։ Ձեզ կարող եմ առաջարկել հայկական ընտիր փողկապ։ Դրա հայկականը որն է, չանեմ, փողկապը է։ Ոչ, սա արտասովոր հայկական փողկապ է, սա կարող եք կախտալ ձեր վզի և նաև ուտել, ինքը թթու լավաշից է պատրաստված։ Աման ուշ կսես։ Այո, իմիջիալոց եթե գնեք, սուջուխից քյամարը և զապունկաները պոպոքից կստանաք նվեր։ Չանեմ, աղվոր ադիգա կվերցնեմ, շատ շնորհակալ եմ, փող ընդհանրապես խնդիր չի, չանեմ։ Իմիջիալոց եթե գումարը խնդիր չի, ես ձեզ կարող եմ առաջարկել ավելի լյուքս դասի, ավելի ընտիր բաներ։ Ինչ կառաջարկեք։ Հոտ տան հոտ այս փայտիկների միջոցով դնում եք տանը և յուրաքանչյուր անկյունից առնում եք անուշ հայկական բույր։ Չանեմ, ինչ հոտեր են։ Մենք տարբեր տեսականիներ ունենք, իմիջիալոց խոշի հոտ, սխտորի հոտ, նաև շատ ծխող մարդու կուրծքի նամշա հոտ, թշնաբուծանի մոտով են, որ անցնում է սենց օդնի պրիատնի կանգնած աթարային ինչ-որ հոտ է այդ հոտից։ Չանեմ, չեմ ասկել, ուրիշ դարբերակներ կան, փողը խնդիր չի։ Այո, շատ լավ է, ես ձեզ կարող եմ առաջարկել անցումի կոմբո տարբերակ։ Ինքը իր մեջ ներառում է մի փոքր խոնավության հոտ, մի փոքր ծաղկային նոտաներ, թեթև գյոզա հոտ և չխոլի հոտերացում։ Չէ, ջանեմ, աղվոր է, աման աղվոր է, չէ, ես ուրիշ բան գուզեմ, ես գարո դառնիմ հայրենիքիս, որ հոդը զգամ, շունչը զգամ, քումարը հերիք կանի։ Դե որ գումարը հերիք կանի, ես ձեզ կարող եմ առաջարկել ավելի լյուքս դասի, ավելի ընտիր ու ճոխ իսկական հարուստի հայկական հարևան տարբերակը։ Ադիգա որն է։ Ուրեմն էսպես, հարևանը գալիս է ապրում է ձեր կողքի տանը և անիմաստ առիթներով գալիս է դուռը թակում է պեսոկ, կոֆե նման բաներ է ուզում, դուռը ձեռից չի դնում, այնքան է ռեմոնտանում, մի րոպե աչք չեք փակում, իմիջիալոց խմած մեկ-մեկ գալիս է քֆուր